Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես դրուցում հանրային գործիչ Նայիրի Օխիկյանը, շնորհակալ եմ պարոն Օխիկյան, մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը երեք խորհրդարանում հայտարարեց, ըստ էության բավարարեց հերթական Ալիևի հերթական պահանջը, հայտարարելով, որ ինքը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանից պետք է դուրս բերվի անկախության հռչակագրի հղումը։ Իհարկե, այստեղ հարց է առաջանում իր կարծիքը ում է պետք, եթե Սահմանադրության մեջ դա անփոփոխելի է, իր կարծիքը կյանքի կոչելու համար պետք է Սահմանադրությունը եւս մեկ անգամ տապալվի կամ հերթական անգամ։ Սա ինչու արեց խորհրդարանում այս հայտարարությունը, արդյոք տպավորություն է կամ գոնե փորձում են այդպես տպավորություն ստեղծել, որ ամեն անգամ Փաշինյանը այսպես համաձայնելով Ալիևի նոր պահանջներին փորձում է հետաձգել պատերազմը, թե ավելի շուտ պատերազմի մասին խոսակցությունները հասարակությանը վախի մթնոլորտում պահելու եւ Փաշինյանի այս Ալիևին բավարարելու process-ին դիմադրություն ցույց չտալու համար է։ Խնդրեմ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր ընդդիմության մի մեծ հատված, եթե ոչ ամբողջ ընդդիմությունը, զբաղված է Նիկոլ Փաշինյան մեկնաբանելով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դուք 2 րոպե առաջ մի արտահայտություն արեցիք, ում է պետք իր կարծիքը, բայց շարունակում եք իր կարծիքը մեկնաբանել։ Ես ասում ում է պետք իր կարծիքը, եթե դա Սահմանադրության անփոփոխելի հոդված է։ Այսինքն գիտեք, այդ տեսակետը ասել ընդդիմությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակի խմբագիրն է շարունակում մնալ կամ ինչ որ դռնապան է, Նիկոլ Փաշինյանը աշխարհի համար Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Ոչ մեզ համար։ Ձեզ ինձ համար հազարավոր, գուցե 100,000-ավոր մարդկանց համար այդպես չի։ Բայց աշխարհը Նիկոլ Փաշինյանն ընկալում է որպես Հայաստանի վարչապետ։ Նիկոլ Փաշինյանին ընկալում է այնպես, ինչպես հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ նաեւ քաղաքական ուժերը։ Եկեք չմեկնաբանենք, դա բան փոխելու է։ Գիտեք, կարելի է ամեն ինչ մեկնաբանել, կարելի է ասենք Վահագն Խաչատրյան, չէ, այն տղան ինչ էր, Վահագն Խաչատրյանը նախագահն էր, մեկը կար, հա, այն Ալեքսանյան, Վահագն Ալեքսանյան, հա։ Կարելի է դրանց մեկնաբանել, ամեն ինչ էլ կարելի է մեկնաբանել։ Բայց այստեղ խնդիրն այն է, թե դու ինչ նպատակ ես քո առաջ դնում։ Հա, կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հայտարարություններ անում է Ադրբեջանի հետ, Ալիևի հետ պայմանավորվածությունները, իր տված խոստումները կատարելու համար, ցույց տալու համար, որ այ տեսեք, ես խոստացել եմ եւ անում եմ։ Երբ որ նայում եք Իլհամ Ալիևի կամ Էրդողանի հայտարարությունները կամ նրանց շուրջ եղած անձանց հայտարարությունները, հասկանում ենք, որ օրեր շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կատարելու է նրանց պահանջները, նրանց ասած խոսքերը։ Պարզապես այստեղ կա մի խնդիր, վարչապետի ասած միտք եւ պետականության արած քայլ։ Վարչապետը այո, երկրի ղեկավարն է, բայց միայն նրա հայտարարությունը դեռ չի նշանակում պետության դիրքորոշում։ Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հայաստանի վարչապետը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Դա էլ է ճիշտ։ Բայց ինչպես դուք ասեցիք, էլի ձեզնից մեջ բերեմ, իսկ ում է հետաքրքիր իր կարծիքը։ Վաղը չէ մյուս օրը, երբ Բորիս Մուրազին լինի դուք իմ մեջբերումը սխալ բանում եք։
Ասում ում է հետաքրքիր, քանի որ Հասկացա, բայց սահմանադրությունը արգելում է այդ փոփոխությունը։ Սահմանադրությունը արգելում է նաև, որ մեկ հոգին վարչապետը առանց խորհրդարանի վավերացման պայմանագիր կնքի եւ այդ պայմանագիրն իրականացնի։ Դե դեռ չի կնքել պայմանագիր։ Դե օրինակ նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը, այո, դա էլ է արգելում։ Այդ հայտարարությունը չէր կարող կյանքի կոչվել առանց կոնկրետ սահմանադրության որոշակի դրույթների իրականացման, բայց կյանքի կոչվեց։ Հիմա վաղը չէ մյուս օրը, երբ որ Հայաստանում կլինի ազգային իշխանություն, այդ ամեն ինչը իջիկ է դառնալու, այդ ամեն ինչը համարվելու է սահմանադրական կարգի տապալում։ Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր ստորագրած փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանի համար ավելացնելու է բանտում լրացուցիչ 10, 15, 20 տարի։ Ինձ թվում է մոտավորապես, եթե այսպես մոտավոր հաշվենք, մի 1500 տարվա բանտարկություն է նրան սպասվում։ Բայց հիմա եթե մինչև բանտարկություն պիտի նրան հանել պաշտոնից եւ հետո բռնել։ Դե հա, Ոնց երկուսն չի ստացվել դեռ։ Կստացվի։ Այստեղ ուղղակի խնդիրն այն է, թե մենք ինչքան ենք իրատես իրադարձությունների։ Լավ, հիմա տեսեք, դուք ասում եք բանը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել պետք չի։ Հիմա քաղաքական դաշտում բերում են օրակարգ կամ փորձում են բերել հարց, որ եկեք գնանք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին խորհրդարանում։ ԿՊԱ-ականներին համոզենք, որ նրանք միանան իմպիչմենտի գործընթացի։ Սրա մասին ինչ կասեք։ Անլրջություն եմ ես համարում դա։ Ինչու։ Դուք հավատում եք, որ ասենք ԿՊԱ-ական որևէ մեկը, որևէ падգամավոր ընդառաջ քայլ կանի ընդդիմությանը այն դեպքում, երբ որ այսօր ԿՊ-ում պաշտոն զբաղեցրած այդ թվում падգամավոր եղած կամ եղող անձը չի հասկանում, որ ինքը իր համար եւս ապահովել է մի շարք քրեական հանցանքներ, քրեական հոդվածներ ու այնքան պետք է իրենք հիմար լինեն, որպեսի քայլ անեն, որ տապալվի Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը եւ իրենք էլ հայտնվեն բանտում, բնականաբար ոչ։ Ես անհնար եմ համարում, որ որևէ ԿՊԱ-ական падգամավոր, այն էլ կարծեմ 18 հոգի պիտի լինի, չէ՞։ 20։ Դե որտեվ Իշխան Զաքարյանը անցել է ԿՊ-ի կողմը ոնց որ։ Եվ անհնար բան է, հասկանում եք, իրատեսականության առումով անհնար է։ Դե մեզ համար անհնար է, առաջարկողները ասում են անհնար չի, կգնանք Դե խոսենք։ 2021 թվականից մենք տեսնում ենք առաջարկողները նմանատիպ բաներ են ասում։ Ամենահարմար պահը իմպիչմենտի առումով 2022 թվականի սեպտեմբերի 15-ն էր, երբ որ ժողովուրդը ինքնաբուխ հավաքվել էր ազգային ժողովի դարպասների մոտ եւ այ հիմա որ օրինակ պատիվ ունեմ դաշինքից կարծեմ Մամիջանյան Հայկն է ասում, որ հնարավոր չէ իմպիչմենտի հասնել առանց փողոցային աջակցության, փողոցային պայքարի, այն ժամանակ կար այդ աջակցությունը, բայց ընդդիմությունը, ընդդիմադիր падգամավորները ցավոք սրտի չարեցին այդ քայլը։ Կարող էին, այո, կարող էին տներից բռնել, բերել ԿՊԱ-ական падգամավորներին եւ ժողովրդի ճնշման գնալ ինչ որ մեկին տնից բռնել բերել։ Ես այնտեղ էի, ես ազգային ժողովի մոտ էի։ Պատրաստ էի գնալ օրինակ մեկին բռնել բերելը չի նշանակում բռնության ենթարկել։ Դուք կուզեիք գնալ Ալենին բերելու թե Լուլուին։ Ես կնախընտրեմ Լուլուին։ Եվ դառը սուրճ խնդրում եմ։ Հիմա դուք անլուրջ եք համարում իմպիչմենտի գործընթացը։ Այո։ Այո, եւ անիրատեսական։ Լավ, նպատակը ո՞րն է։ Մարդիկ չեն հասկանում, որ անլուրջ է։ Ես չգիտեմ, Ձեր գնահատման նպատակը ո՞րն է։ իրենք իրենց քաղաքական հաշվարկները ունեն, գուցե իրենք փորձում են հանրային պահանջը բավարարել, որովհետև մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ այսպես պահանջ կա, հանրային պահանջ կա, որ պետք է իմպիչմենտ, անվստահություն հայտարարել Նիկոլին, այլապես ինչու են ընդդիմադիր падգամավորները մնում որպես падգամավոր։ Այս առումով ես իհարկե հասկանում եմ, թե ինչու է ընդդիմությունը մնում ազգային ժողովում, որովհետև եթե չմնա ազգային ժողովում, եթե բոլորը մանդատները վայր դնեն եւ դուրս գան, նրանց փոխարեն հանգիստ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողով չմտած, ասենք Լևոն Շիրինյանին, Արման Բաբաջանյանին եւ նմաններին կմտցնի ազգային ժողով։ Դա թույլ է տալիս ընտրական օրենսգիրքը։ Ում կմտցնի։ Ասենք Լևոն Շիրինյանին։ Հիմա եթե մանդատները վայր դնեն։ Ովքեր էին 2021 թվականը մասնակցել։ Այսինքն ովքեր որ մասնակցել էին եւ չէին հաղթահարել անցողիկ շեմը, կդառնան անցողիկ։ Դա է։ Լավ, հիմա այդ իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներն ասում են, եթե չեք կարողանում իմպիչմենտ անել, ուրեմն վայր դրեք մանդատները։ Հետո
Լավ, impeachment չեն իմաստ չունի impeachment։ Կապա լեգիտիմացնենք խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի։ Ոչ մի նման բան կարծում եմ տեղի չի ունենալու։ Որովհետև տեսեք, նախ ես վստահ չեմ, որ օրինակ պատիվ ունեմ դաշինքի, քանի падգամավոր կա։ Կարծեմ 3-4 եւ 7 падգամավոր։ Դե Իշխան Զաքարյանը արդեն Պատիվ ԿՊ-ի ունեմ, կողմ է անցել, Տարոն Մարգարյանին լրացրել են քրեական գործերով։ Մարտուն Գրիգորյանը, նու կասկածելի այդ մարդի մեջ դիրքորոշում ունի, որովհետև Գյումրիում քիչ էր մնացել միանար ԿՊ-ին կամ ԿՊ-ն միանար իրեն։ Ու հա էլի 3-4։ Չէ, բայց տեսնում եք, դուք հիմա ասում եք բաներ, որոնք ուղղակի ընդդիմության պարակտում է առաջացնում։ Ինչու։ Դե Մարտուն Գրիգորյանը, հա, կարող էր հենց երկրորդ օրը, ասենք Կարեն Սիմոնյանի կամ Ռուբեն Մխիթարյանի նման հայտարարել, որ աջակցում է Վարդան Ղուկասյանին եւ միասին 4 քաղաքական ուժերով։ Բայց թեկուզ ուշացումով այնուամենայնիվ Դուք չգիտեք այդ ուշացման պատճառը։ ես գիտեմ ուշացման Դուք չգիտեք ինչ խոսակցություններ են եղել։ Բայց արդյոք միացել է ԿՊ-ին։ Չի միացել։ Դուք հիմա հնչեցնում եք մեղադրանքներ, որ գիտեք, հանրապետական կուսակցությունը իմ աչքի լույսը չի։ Եվ ես շատ լավ գիտեմ հանրապետական կուսակցության բոլոր ներքին խնդիրները։ Բայց եթե մենք ուզում ենք, որպեսի միասնական ճակատով հասնենք հաջողության, մենք չպիտի իրար նկատմամբ ատելություն այսպես տարածենք։ Բայց ով ասաց ատելություն։ Հիմա ձեր 2023 թվականի ընտրություններից հետո ավականու դոգի ավականները անցան բանի Դոգը միշտ չեն անցել, նրանք միշտ Հայկ Մարությանի ավականները Դոգը միշտ եղել է Նիկոլի շունը, եկեք չհավատանք։ Այդ ձեր միամտությունն է, որ դուք Նիկոլի շանը հավատում եք։ Մայր Հայաստան ձեր, այդ թվում ձեր, Մայր Հայաստան շարժման, ես բազմիցս ասել եմ, որ մի հավատացեք Դոգին, բազմիցս ասել եմ, դուք միամտաբար հավատում եք։ Մենք հավատում ենք։ Դուք հավատում եք։ Ցավոք սրտի։ Անձամբ դուք։ Անձամբ ես։ Այո։ Դուք Մոռացել եք, որ անդամագրվել եք հանրապետական կուսակցություն։ Չէ, ես ոչ ոքի չեմ անդամագրվել, առավել ևս հանրապետականներին։ Այնպես չի որ կրկնում եմ, այնպես չի որ դուք էիք այն ժամանակ 23 թվականի սեպտեմբերին, հիշում եք, երբ որ այդ շունը մի քանի ձայն էր հավաքել, Դոգի մասին է խոսքը։ Դուք էիք ասում, որ պետք է միավորվել Հայկ Մարությանի հետ, Դոգի հետ եւ վերցնել Երևանի իշխանությունը։ Երբ որ ես օրինակ բազմիցս հրապարակումները կա, հայտարարությունները կա, պնդում էի, ասում էի, որ Դոգի վրա հույս մի դրեք, որովհետեւ նա Նիկոլի աճեցրած շունն է։ Բանորքին դուք մաս ստում եք թե չեք հիշում։ Չէ, ես շատ լավ հիշում եմ։ Մայր Հայաստան շարժումը։ Դուք ես ասեմ ինչ հայտարարել։ Հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել ամենաշատ ընդդիմադիր ձայնը ստացած տեխնացուի օգտին, առանց որևէ պաշտոնի ակնկալիքի, առանց որևէ մեկին միանալու։ 23 թվականի մասին։ 23 թվականի մասին։ 23 թվականի մասին ուրեմն կարող եմ միանշանակ հստակ ասել, որ այո, այն ինչ որ դուք ասացիք, որ հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել ամենաշատ ձայն հավաքածի օգտին։ Ուտեղ Դոգին միանալու հարց չի։ Հույսեր ունեիք, որ Դոգը կմիանա այս Դա Հայկ Մարությանը ուներ, մենք նման հույս։ Դուք Հայկ Մարությանի հետ ամենաշատ ձայներն էիք հավաքել։ Ոչ, առաջի տեղ Հայկ Մարությանն էր, ինքը պիտի ստանար։ Մենք մեր Հայաստանն էր։ Մենք պատրաստ էինք քվեարկել եւ պատրաստ էինք գնալ արտահերտ ընտրությունների անգամ անկեղծ հույս ունեիք, որ Դոգը կմիանա ձեզ, ասածս դա է։ Այդտեղ հույսը որտեղ էր եղած։ Ձեր հայտարարություններում։ Այսինքն այդ հայտարարությունը Դոգի անունը հիշատակվել է։ Այդտեղ Դոգի վրա էր բոլորի հույսը։ Եվ ձեր եւ Հայկ Մարությանի։ Կարող ձերն էլ է եղել, ես չէ, իմը չի եղել, որովհետեւ ես գիտեմ, որ եթե մի տեքստում որևէ մեկի անունը չի հիշատակվում, ո՞նց է հույսը։ Այո, բանն էր, խորհրդարանական ընդդիմությունն էլ էր հայտարարում։ Ես խորհրդարանական ընդդիմության մասին չեմ խոսում։ Այո, պատիվ ունեմ հայտարարել։ Սպասում է Դոգի, չէ։ Դուք լավ էլի բանոքեն։ Դուք լավ ներքի քննարկումներին տեղյակ չեք, Դոգին որևէ մեկը չի սпасել։ Դուք նաև հիմա կեղծում եք իրականությունը, որտեղ դուք շատ լավ գիտեք, չգիտեմ, եթե չգիտեք, ուրեմն այդքան ինքնավստահ մի խոսեք։ Մարտուն Գրիգորյանը եւ իր անունից մարդիկ այո բանակցել են ԿՊ-ի հետ։ Մարտուն Գրիգորյանի տեխնացիոն շուրջ, որպեսզի ԿՊ-ն քվեարկի իր օգտին։ Այն որ չի ստացվել ու հանրությունը ճնշել է, որ դա չստացվի։ Դա ամենևին չի նշանակում այն, որ Մարտուն Գրիգորյանը ի սկզբանե մերժում էր ԿՊ-ի հետ համագործակցությունը։ Հիմա տեսեք։ Հիմա եթե դուք լիազորությունն եք խոսելու իր անունից, ուրիշ բան։ Եթե դուք լիազորություններ չունեք ու ծանոթ չեք, ինչ քննարկումներ են եղել, կներեք մի բան արեք այդտեղ։
Հիմա տեսեք, դուք այս կեղծ պահին, թեզեր այս տարածեք։ պահին Գյումրիում վերջապես հաստատված ընդդիմադիր իշխանության մեջ ականի դեր եք կատարում։ Փորձում եք պայթեցնել Գյումրիում ընդդիմադիր իշխանությանը։ Այսինքն ընդդիմությունը, որը Գյումրիում վերցրել է իշխանություն եւ լավ է արել, որ վերցրել է, այդ թվում Մայր Հայաստան շարժման աջակցությամբ, դուք այս պահին ասում եք բաներ, որոնք կարող են ական դառնալ եւ օրինակ Մարտուն Գրիգորյանը, որը թեկուզ եւ բանակցելով, թեկուզ եւ կմկմալով է Ում հետ եկել բանակցելով։ Դուք եք ասում, ես նման ինֆորմացիա չունեմ, Դե, դուք որ եք դուք ասում չունեք, մի ՔՊ-ի խոսենք, հետ, հա։ բայց նույնիսկ եթե այդպիսի բան եղել է, դուք այսօր դա դարձնելով հանրային քննարկման առարկա, դուք փաստացի ճեղքում եք առաջացնում, պարակտում եք առաջացնում Ինչն եք ճեղքում։ Գյումրիի ընդդիմադիր իշխանության մեջ։ Այդ մարդու հայտարարությունը դուք կարդացել եք։ Կարդացել եմ։ Այդ մարդու հայտարարությունը նշանակում է, որ քվեարկել Գյումրի ընդդիմադիր քաղաքապետի օգտին չի նշանակում հետագայում քվեարկել իր բոլոր նախաձեռնություններին։ Դե դա կտեսնենք։ Տեսել ենք Այսինքն, նաև դա ես եմ Վահան պարակտում Ղուկասյանի առաջացնում։ հայտարարություն, այո, դուք այս պահին ցավալիորեն սադրիչի դեր եք կատարում։ Ցավալիորեն եմ ասում։ Որովհետև ցանկալի չի, որ Գյումրու վերջապես ընդդիմության կողմից վերցրած իշխանության Ուզում եք ասել Մարտուն Գրիգորյանը ինձ է լսելու։ Ես ինչ ասեմ, ինքը դա կանի։ Դուք ամեն դեպքում ունեք ազդեցություն եւ լրատվական որոշակի լսարան, չէ՞։ Ունեք։ Այդ թվում քաղաքական գործիչների։ Այսինքն լրագրողը պիտի սահմանափակված լինի հարցերից։ Դուք ոչ միայն լրագրող եք, Ես հենց այստեղ նստած, ոչ, ես այստեղ նստած, ես լրագրող եմ։ Հիմա տեսեք, գիտեք ես ինչու լրագրող չեմ աշխատում։ Ինչու։ Որովհետև ես վերածվել եմ քաղաքական գործչի։ Դուք նախ պիտի կողմնորոշվեք, դուք ով եք։ Մեկ լրագրող եք, մեկ շարժման հիմնադիր եք, մեկ, չգիտեմ, այդպես չի լինում։ Եթե լրագրող եք, պիտի բացարձակ օբյեկտիվ լինեք։ Այ ես դուրս եմ եկել, ես հանրային հեռուստատեսությունից դուրս եմ եկել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, որովհետև ես չէի կարող եւ օբյեկտիվ լրատվություն տալ եւ Նիկոլ Փաշինյանին քննադատել։ Միջև այդ օբյեկտիվ եք հանրայինում, այսինքն որ Նիկոլը Արցախը ազդում էր, դուք օբյեկտիվ եք։ Հանրային հեռուստատեսությունում աշխատելու ժամանակ ամբողջ ընթացքում ես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանին ու դրա համար օրինակ ԱԱԾ-ից 2 անգամ եկել են հանրային հեռուստատեսություն ինձ հետ զրույցի։ Մի քանի անգամ հեռուստատեսության ղեկավարությունը հետս կոնֆլիկտ է ունեցել։ Այդ դրա համար եմ դուրս եկել։ Ինչու՞ вэ։ Իմ կամքով եմ դուրս եկել, իմ դիմումով եմ դուրս եկել, ոչ թե ինչ որ մեկը ինձ հանել է։ Ինձ առաջարկել են 750,000 դրամ աշխատավարձ, որպեսզի ես մնամ հանրային հեռուստատեսությունում, որպես տարածաշրջանային բաժնի համակարգող եւ բնականաբար լրացվելու պայմանով, բայց ես դուրս եմ եկել, որտեղ ես հասկանում էի, որ եթե ես լրագրող եմ, լրագրողի էթիկան պահանջում է լինել օբյեկտիվ, բայց ես չէի կարող օբյեկտիվ լինել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ոնց օբյեկտիվ լինես դու դավաճանի առումով։ Այդ դրա համար դուրս եմ եկել։ Հասուն դուք 2018-ից աշխատել եք թուրք-ադրբեջանական Ես 2012-ից չեմ աշխատել։ Ես 2020 թվականի օգոստոսի 15-ից 20 թվականի օգոստոսի 15-ից մինչև 20 թվականի դեկտեմբերի 31-ը։ Չգիտեի որ թուրք-ադրբեջանականներ են։ Չէ, այն ժամանակ չէ։ Այն ժամանակ դուք էլ երևի չգիտեիք։ Չգիտեի, ես գիտեի, դրա համար չէի աշխատում։ Այսինքն որևէ մեկը, եթե երբևէ պետական համակարգում է եղել, ուրեմն մասնակից է։ Չէ, երբ որ դու քարոզիչ ես, հանրային։ Ես քարոզիչ չեմ։ Չէ, հանրայինի աշխատողը քարոզիչ է։ Ես հանրային հեռուստատեսություն հրավիրվել եմ։ Հանրային հեռուստաընկերությունը ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակա հանրային եղել, ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի։ Միշտ էլ եղել է իշխանության քարոզչա մեքենան։ Լավ։ Եթե դուք այնտեղ աշխատել եք, եղել եք այդ պահի իշխանության քարոզիչը։ Ես երբևէ իշխանության որևէ իշխանության քարոզիչ չեմ եղել եւ Կարող եք նույն սկզբունքով Ազատություն ռադիոկայանում աշխատել։ Տեսեք, հիմա դուք հարցը տալիս եք, բայց չեք թողնում որ պատասխանեմ։ Օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ես լուսաբանել եմ միջազգային եւ տարածաշրջանային լրահոս իրադարձություններ։ Եթե այդտեղ իշխանության որևէ քարոզչություն կա, Ես շարունակեիք լուսաբանել, ինչ չէի կարող։ Լավ, հիմա գանք 2018-ին։ Դուք 2018-ին մասնակցել եք Էշի ճակատը պատժելու գործընթացին։ Ես 2018 թվականին եղել եմ Շանթ հեռուստաընկերության մեկնաբան եւ այդ ժամանակ ապրիլի 23-ին մի հայտարարություն եմ արել, որ հեղափոխություն անում են ռոմանտիկները,
օգտվում են սրիկաները։ Ովքեր են ռոմանտիկներ, իսկ ովքեր Մարդիկ սերիկաներ։ ովքեր անկեղծորեն հավատում էին, որ կլինի հեղափոխություն, եւ չգիտեին, որ դա հեղափոխություն չի, այլ իշխանության կազմակերպված հանձնում մեկից մյուսին։ Եվ դրա համար իհարկե իսկ ովքեր էին սրիկաները, մենք մինչև հիմա տեսնում ենք ովքեր են սրիկաները։ Եվ հանձնողները, եւ վերցնողները, եւ կազմակերպողները։ Իսկ ու դրա համար բավական մեծ այսպես բունտ եղավ իմ դեմ, նույնիսկ մարդիկ էին եկել շանթ հեռուստատեսության մոտ, այս հիմիկվա այս քպեական են, հիշում եք բան կար, չէ, հեղափոխության պահապաններ, թե ինչ այդպեսի ինչ որ խմբավորում կար։ Որ Պատերազմից հետո իրանք էլ են ընդդիմություն դարձել ձերպես։ Ընդդիմություն են իրանք, ճիշտ եմ ասում։ Դուք հիմա էլի սադրում եք։ Չէ, ընդդիմություն են այդ մարդիկ, Պատերազմից հետո չեմ դարձել ընդդիմություն։ Ես իմ երկրի, իմ հայրենիքի համար եմ միշտ պայքարել։ Հիմա այդ մարդիկ ընդդիմություն են։ Դուք հիմա շատ վատ բան եք անում իրականում, շատ վատ բան եք։ Ուղղվել են մարդիկ վատը, Բայց ինչ եք համեմատում ինձ հետ։ Դուք էլ եք մոլորվել, չէ՞ ինչ-որ բան։ Ոչ, ոչ, ես երբեք Նիկոլ Փաշինյանին չեմ պաշտպանել, որ Բայց գոնե չեք իմացել, որ թուրք-ադրբեջանական։ Իսկ դուք 2020 թվականի օգոստոս ամսին գիտեիք, որ թուրք-ադրբեջանական է։ Իհարկե, ինձ ասել էին Ով էր ասել, հանրապետականները։ Սերժ Սարգսյանն էր ձեզ ասել, որը առավոտից իրիկուն հայտարարում էր, թե Նիկոլն եկել է Արցախը հանձնելու։ Բա որ գիտեիր եկել է Արցախը հանձնելու, ինչ էր տալիս Դե իշխանությունը։ դուք ստիպեցիք, ժողովուրդը դուրս եկավ։ Ես։ Այո։ Ես մասնակցել եմ։ Ժողովուրդ հասելով ձեզ։ Դե դուք էլ եք ժողովրդի Ես դիմաց, այստեղ չէի ճիշտ ասել, ես Իրաքում էի դուք նման ժամանակներում թռնում եք երկրից։ Այո։ Թռնում եմ հանգիստ խաղաղ միջավայր։ Պատերազմի ժամանակ էլ չէ, այդպես կանեք։ Իհարկե։ Այո, չեմ կասկածում։ Հա, հեղափոխության պահապաններ, չէ՞, այդ դրա Այո, այո, որ հիմա արդեն ընդդիմություն են, սրբազան շարժման մաս։ Ավելի ասենք հիմա Սրբազան շարժման մասին ինչ եք խոսում։ Սրբազան շարժման ասենք եկել են կողքը կանգնել են լիքը մարդիկ, հո բոլոր ընդդիմություն չեն, այնտեղ ԱԱՑ-ից էլ լիքը մարդ կար, հո ընդդիմություն Ես չէ։ ԱԱՑ-ից եկածներին չեմ ճանաչում։ Դրանց դեմքից երևում է դրանց հակու կապից է նույնիսկ երևում։ Հասկացա։ Լավ, Թե հիմա չէ դուք չգիտեք։ ես գիտեի իրանք ընդդիմություն են։ Ով, ԱԱՑ-ն։ Նու ԱԱՑ-ն այն ժամանակ էլ ընդդիմություն, ճիշտ եք ասում։ Չէ, այդ պահապանները, եկել են ձեր դեմ պայքարում էին մի խոսքով։ Դե եկել օրինակ շանթում պահանջում էին, որ բա ոնց է մեր Նիկոլի մասին այսպեսի բան ասել։ Ուզում եմ ասեմ, որ 2000 ոչ 18, ոչ 19, ոչ 20 թվականին ես երբևէ իշխանության մեջ կամ իշխանության համար չեմ աշխատել եւ ընդհանրապես ոչ ոքի համար չեմ աշխատել։ Հիմա դուք գիտեք վատը այն է, որ դուք փորձում եք զրույցը, լուրջ զրույցը, քաղաքական զրույցը, քաղաքական միտքը վերածել այսպես շոուի, ինչպես Նիկոլն է անում, հա, բանա, շոուներ է կազմակերպում։ Ազգային ժողովում վերակենում ինչ որ բաներ է անում, չեմ ուզում ձեզ համեմատել Նիկոլի հետ, որովհետեւ դա վիրավորանք կլինի, ես չեմ ուզում վիրավորել։ Թեպետ ինձ վիրավորեցիք նոր համեմատելով ինչ որ սրիկաների հետ։ Ինչ են սրիկ, այդ մարդիկ մեր երկրի քաղաքացիներն են։ Դե Նիկոլն էլ է Իրանց ձեր երկրի քաղաքացին, իրանց դիրքորոշումն ունեն, համարել են, որ դուք սխալ եք եղել։ Մենակ իրանց մասին չի խոսքը։ Բայց խնդիրը նրանում է, որ չի կարելի շոուով զբաղվել։ Մենք հիմա այն իրավիճակում չենք, որ ուղակի շոուներ անենք։ Այդ թվում խոսքի սկզբում բովանդակային զրույցի ձեզ նորից հետ բերեմ impeachment-ն էլ է իմ կարծիքով շոու, ընդհանրապես հանրությանը զբաղեցնելու միջոց։ Ուզում եք Այս քաղաքական բոլոր process-երն է կարելի անվանել շոու։ Ասում Բագրատ Սրբազանը շոու էր անում, որ եկավ Տավուշից։ Բագրատ Սրբազանը Դիմադրության շարժումը շոու էր, որ եկան ժողովրդին այսինքն ամեն ինչ կարելի շոու նորից զբաղված եք սադրանքով։ Ես նման բան չեմ ասել։ Բագրատ Սրբազանը անկեղծորեն հավատում եւ պայքարում էր, որպեսի տապալի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ ուներ բոլոր հնարավորությունները, այդ թվում ժողովրդի վստահությունը։ Չստացվեց իմ կարծիքով Սրբազանի սխալ քայլերի, չհաշվարկված քայլերի եւ նրա կողքին հայտնված մի շարք ոչ adekvat եւ ոչ ազնիվ մարդկանց պատճառով։ Դիմադրություն շարժումը լրիվ այլ էր։ Դիմադրություն շարժումը ես կարծում եմ, եթե այն ժամանակ օրինակ Սաշիկ, Լիսկա եւ այլն դրանք չհայտնվեին այնտեղ եւ մարդկանց չխրտնեցնեին իրենց պահվածքով։ Հիշում եք, գալիս էին մարդիկ, ասում էին, ասենք այն նախկինում արատավորված մարդիկ կամ նրանց որդիները գալիս ասում էին, բան, չէ, մենք ենք սա կազմակերպել։ Ու բնականաբար խրտնեցնում էին։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք շոուներից, թատերական ներկայացումներից գնալ դեպի ծրագրային աշխատանք,
Ես չեմ հավատում, անկեղծորեն ես չեմ հավատում, որ մինչև 2026 թվականի հունիս ամիս Հայաստանում արտահերթ ընտրություն կլինի։ Եթե իհարկե տեղի չունենա ինչ որ արտակարգ իրավիճակ, ասենք չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, փախչի Հայաստանից, գնա ասենք Ստամբուլ կամ Կանադա։ Օրինակ, եթե չգիտեմ, այնպիսի մի բան չլինի, որի հետևանքով երկրում կամ բռնի իշխանափոխություն լինի, կամ ոչ բռնի հեղափոխություն լինի, կամ չգիտեմ, եթե նման արտակարգ բան, որ Նիկոլը հրաժարական տա եւ լինի արտահերթ ընտրություն Նիկոլի մասնակցությամբ, ես այդպիսի բանի չեմ հավատում։ Ուղղակի չեմ հավատում։ Բայց վտանգներ կան։ Վտանգներից մեկը այն է, որ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև պայմանավորվածությամբ Ադրբեջանը կարող է առաջիկա 1-2 ամսվա ընթացքում որոշակի հրետանային հարձակում Ինչ գիտեք, իրականացնել։ որտես պայմանավորվածություն կա։ Ես ասացի վտանգներ կան։ Թե Իսկ ինչ վերաբերում է պայմանավորվածությանը, ապա մենք տեսնում ենք այդ բոլոր պայմանավորվածությունները։ Խոսքի սկզբում դուք ասացիք, որ Նիկոլը ասում է, այն ինչ պահանջում է Ալիևը։ Բա դա ինչի արդյունք փաստեր են, Հա փաստեր են, բա դա ես չեմ ենթադրում, պայմանավորվածություն որ չի։ պայմանավորվածություն կա դա։ Բա ինչ է դա։ Ասենք Իլհամը Մարդը երևի վախենում է նստած Իլհամ Ալիևից։ տարեք վաղ չափողի մոտ թափեք վրեն։ Շնորհակալ եմ։ Ну, մի քիչ հետաքրքիր զրույց ստացվեց, հիշեցնում զրուցում էի հանրային գործիչ Նայիրի Օխկյանից, տեսություն կհանդիպենք։